Ողջունում ձեզ Էլի ռադիո լսողներ, եթերում ռադիո բրիֆինգի հերթական թողարկումն է, ձեզ հետ է քաղաքական վերլուծաբան քաղաքագետ Գևորգ Մելիքյանը։ Այս հաղորդումը նվիրված է Հայաստանի արտաքին քաղաքականությանը եւ այն հիմնահարցերին, որոնց որ Հայաստանը առնչվում է արտաքին քաղաքականությանը վերաբերող խնդիրների մեջ, այսինքն այդ շրջանակի մեջ։ Եվ մենք հրավիրում ենք տարբեր հետաքրքիր մարդկանց, տարբեր փորձագետների, վերլուծաբանների, որոնք կարող են ավելի հետաքրքիր դարձնել այն վերլուծությունները, որոնք վերաբերում են այդ խնդիրներին։ Եվ դրա համար ես այսօր հրավիրել եմ Մարկ Դիցենին, ողջույն Մարկ։ Ողջույն։ Մարկը ես պիտի ասեմ, որ Միացյալ Նահանգներից է, բայց փայլուն խոսում է հայերեն, եւ դրա համար մենք ի ուրախություն մեզ բոլորիս մենք այսօրվա մեր հարցազրույցը կանենք հայերեն եւ ոչ թե անգլերեն թարգմանաբար։ Ես ասեմ, որ Մարկը այսօր հանդիսանում է Երևանի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, մինչեւ այդ Մարկը եղել է որպես խաղաղության կորպուսի, այո, Peace Corps-ի կամավոր եւ որտեղ որ կարծեմ Մարկ դուք շատ հիանալի սովորել եք հայերեն խոսել եւ հասկանալ։ Շնորհակալ եմ։ Այն դուք ավարտել եք Yale համալսարանի միջազգային հարաբերությունների բաժինը, ինչպես նաեւ եղել եք Yale-ի միջազգային հարաբերությունների ամսագրի գործադիր տնօրենը։ Մեկ տարի սովորել եք Բերլինում, այնուհետև մեկ տարի սովորել եք եւս կրկին Վաշինգտոնում։ Վաշինգտոնում աշխատել եք, այո, եւ որից հետո դուք եկել եք Երևան, Հայաստան, որպեսզի դուք ձեր հետազոտությունները անեք այստեղ տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի որպես գիտաշխատող այդ կենտրոնում։ Մարկ, նախ խնդրում եմ, եթե կարող եք ներկայացնել, թե ինչպես եղավ, որ դուք հետաքրքրվեցիք Հայաստանով, հետո կանցնենք ավելի վերլուծական, ավելի բարդ թեմաներին։ Շատ բարի Գևորգ ջան, ես սկզբից ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնեմ, որ ինձ հյուրվել եք դե պրոգրամ եւ ելի եմ ասում, որ ես սկզբից ձեր մասին եմ լսել ոնց թե Երևան, բայց Վաշինգտոն։ Այսինքն մեր ժողովուրդը ձեզ է լսում եւ շատ հաճելի է, որ այս հնարավորություն ունեմ ձեզ հետ այսօր խոսել։ Ես եմ ուզում շնորհակալություն հայտնել Ռիչարդ Գերագոսյանին, քանի որ ես հիմա իր հետ եմ աշխատում Regional Studies Center-ում, Athens case study իր հետ համագործում եմ ու շատ հետաքրքիր ժամանակ է։ Ամեն դեպքում ուրախ եմ, որ ստեղ եմ ձեզ հետ։ Դուք ինձ հարցել եք ոնց եմ սկսվել Հայաստանի եւ Ղարաբաղի մասին մտածեմ։ Սկսվել է 2006 թվականին, որ եկել եմ որպես խաղաղության կորպուսի կամավոր։ Այն ժամանակ ես աշխատել եմ որպես անգլերենի ուսուցիչ, հենց Փոքրվերի գյուղում, Արարատի մարզում, Խովիրապի Քոխնի գյուղ։ Ու այն ժամանակ ես 2 տարի այնտեղ եմ աշխատել։ Մեկ մտածել եմ, նայել եմ ու տեսել եմ, որ գյուղում ժողովուրդը շատ աշխատանքներ են, որ երեխաները լավ են սովորել։ Ժողովուրդը աշխատել է, չարչարվել է, որ լավ ապրել։ Ու մեկ մտածել եմ, ինչու համար ես որպես կամավոր ստեղ եմ աշխատում, բայց մտածել եմ, ինչ պիտի լինի, որ Հայաստան այսպես է գործում, որ կամավորներ պետք չի։ Ինչու համար կամավոր պիտի գա ստեղ աշխատել։ Իսկ ինչու համար Հայաստան օգնության կարիք ունի։ Ու հետո սկսվել եմ ժողովրդի հետ խոսել ու մտածել եմ, որ 2 մեծ քննիչ կա։ Մեկին Ղարաբաղի հարցը ու երկրորդին հայոց ցեղասպանություն։ Դե ժամանակ ես ուսուցիչ եմ եղել ու մենք իրավունք չունեի Ղարաբաղի հարցով սպառվել ու ցեղասպանությունի հարցով սպառվել։ Իմ գործը անգլերենի ուսուցիչ է։ Բայց 2 տարի ընթացքում ամեն օր ինչ-որ մեկին գյուղում ինձ պատմել է ցեղասպանությունների մասին։ Ասել է Մարկ, դու գիտեք ինչ է եղել 1915 թվականին։ Արի ես ես պատմեմ իմ պապիկի պատմությունը։ Կամ ինչ-որ օրինակ մեր գյուղում ֆերային է շատ կայի։ Ու ֆերային է կա, ասել է Մարկ, արի ինձ պատմի ձեզ Ղարաբաղի մասին։ Ու 2 տարի ընթացքում անընդհատ որ լսել եմ, հետաքրքրվել եմ։ Ու դրա համար որ գնացել եմ Yale, ես որոշել եմ, ես պիտի շարունակեմ ավելի խորացած սևով Հայաստանի մասին, Ղարաբաղի մասին, որ ես ավելի լավ հասկանամ ինչ է պատահել եւ ինչ կարող ենք անել, որ այս 2 հարց ինչ որ մի կերպ լուծվի։ Շատ հետաքրքիր է, Մարկ, շատ հետաքրքիր պատմություն է, սկսել որպես անգլերենի ուսուցիչ, այնուհետև հետաքրքրվել արդեն քաղաքականությամբ, որտեղ թերևս լինելով գյուղում, այդ մարդկանց այդ շունչը, հոգին զգալով եւ իրենց պատմությունները լսելով հետաքրքրել Հայաստան։ Դժվար չէր հայերեն սովորել։ Ասում եմ, որ շատ դժվար լեզու է հայերենը։
Սկզբից դժվար է գիտեք ոնց ես սկզբից իմ խումբի մեջում սարսափը եմ եղել մենք 12 հոգի ենք սկզբից վանաձորում ենք սովորել ու մի քիչ դժվարացել եմ ճիշտ ասած մի 2 ամիս անցավ չարչարվել եմ աշխատել եմ որ լավ խոսել բայց չի ստացվել ես շատ լավ հանդանիկի հետ եմ ապրել շատ գյուտ հանդանիկ հենց դարպաս գյուղում ու նրանք ինձ օգնել են ու 2 ամիս ընթացքում ուղղակի սկսվել եմ լավ խոսել գիտեք մի քիչ ծիծաղալու է ես որ նստել եմ նրանց հետ հաց ուտել եթե ես հանգարց սխալվել եմ օրինակ մի ժամանակ ասել եմ չէ բավական է էլի հաց չեմ ուզում ուտել գուշտ եմ նրանք ասել են չէ մարկ բավական է մի ասա չէ ասել եմ հերեկա չեմ ուզում ասել եմ հերեկա մի ասա բավական է ասի այսինքն նրանք ինչքան գիտեն որ նրանք չեն թողել որ ես սխալ սևով եմ հոսել ամեն դեպքում մինչև հիմա մի քիչ ակցենտով եմ հոսում հույս եմ պահում որ ժողովուրդը որ լսում է ինձ հասկանում է ես կարծում եմ որ բոլորի համար շատ հաճելի է նույնիսկ այդ փոքրիկ ակցենտը որը խոսում են նրա մասին որ ինչքան նվիրում ինչքան կարևորություն տալիս մեր լեզվին եւ մեր մշակույթին Մարկ ես շնորհակալ եմ կարծում եմ որ մենք բոլորը շնորհակալ ենք հիմա անցնենք ձեր գործին ձեր գիտական գործունեությանը որ դուք ծավալում եք այստեղ Հայաստանում ուսումնասիրություններ հետազոտություններ եք անցկացնում միջազգային հարաբերությունների հարթության վրա եւ հատկապես Հայաստանի տարածաշրջանային խնդիրների հետ կապված եւ մասնավորապես Լեռնային Ղարաբաղ եւ դուք ինչպես որ ասացիք նաեւ ցեղասպանության հարցում Մարկ ես հիշեցնեմ մեր ռադիոլսողներին որ նախ մենք ունենք հեռախոսահամար 368204 որով կարող են իրենք կապվել մեզ հետ ձեզ հետ եւ տալ հարցեր եւ նաեւ հիշեցնեմ որ Մարկ դուք հեղինակել եք երկու շատ հետաքրքիր հոդված ունեք շատ այլ հոդվածներ ես գիտեմ տված բայց այս երկուսը կարծեք ավելի հայտնի դարձան առաջինը դուք վերնագրել եք այսպես այո դուք կարող եք ասել ցեղասպանություն պարոն նախագահ եւ դուք ուղղել եք այս ձեր հոդվածը Բարակ Օբամային մինչեւ ընդ որում ընտրությունները սա 2012-ի ապրիլի 24-ից առաջ գրված այո հոդված էր ես կուզեմ որ խոսենք այս հոդվածի մասին մի փոքր որից հետո կանդրադառնանք մյուս հոդվածին որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին որտեղ դուք անդրադառնում եք Լեռնային Ղարաբաղի հարցին պատերազմի վերսկսման տեսանկյունից եւ փորձելով բացառել պատերազմը դուք անում եք որոշակի վերլուծություն եւ նաեւ առաջարկություններ թե ինչ պետք է անել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծելու համար մենք ավելի հիմա փոքր մանրամասնենք եւ այսպես առաջին ձեր հոդվածը անգլերեն ես ասեմ որովհետեւ ամեն դեպքում դա անգլերեն է հնչում եւ որից հետո մենք կփորձենք մեկնաբանել ձեր այս հոդվածը դուք առաջին ձեր անգլերեն հոդվածը վերնագրել եք Yes you can say genocide Mr. President այո Պարոն նախագահ դուք կարող եք պետք է կամ կարող եք օգտագործել ցեղասպանություն բառը եւ այսպես Մարկ ինչպես սկսեց պատմել ինչու համար դուք զգացիք որ անհրաժեշտ է Միացյալ Նահանգների նախագահին կոչ անել օգտագործել ցեղասպանություն բառը Ես որպես ամերիկացի քանի որ մենք ճիշտություն շատ ենք խոսում մտածել եմ որ ճիշտ չի եթե մենք ինչ-որ մի բան գիտենք որ եղել է ինչու համար չեն կարող ասել ինչ է պատահել ու ճիշտ որպես ամերիկացի ես իմ դուր չի եկել որ օրինակ մեր դիվանագետներ իրավունք չունեն ասել genocide հայոց ցեղասպանություն ես հույս եմ պահել ինչ ժամանակ որ Հայաստան եւ Թուրքիա պրոտոկոլներ ստորագրել են ես էլ հույս եմ պահել որ այս դիվանագիտական կոնտրակտ կգործվի այսինքն որ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերություն առաջ կգնալ եւ ինչ որ պատմական խումբ կստեղծվի որ 1915-ից 23 թվականի պատմություն կհետաքրվի ու կփարզվի միջազգային պատմաբաններ հետ դուք
հաստատ հիշում եք, որ պրոտոկոլի մեջում կա այսպիսի ենթահանձնաժողովի ստեղծելու, որը պետք է ուսումնասիրել, այո։ ու ես որպես ասենք շատ եմ քարտացել սովորել հայոց սերասպանությունների մասին ելում եւ մինչեւ ել ես ինքս մտածել եմ դե հաստատ այս խումբախ կփարզվի որ դա է գենոսիդ է որովհետեւ այդպես պատմություն մենք գիտենք ինչ է պատահել ու որ փարզվում ենք փարզը որ ինչ որ եղել է այսպես կպատմենք բայց որ Թուրքիա ստորագրել է բայց հետո որ ասել է դե մենք առաջ չենք գնում պրոտոկոլներ հետ մինչև Ղարաբաղի հարց լուծված չի երբ շատ է թափվել մենակ ասենք իմ մոտ ու բոլորի մոտ ով որ հյուս է պահել որ դվանագիտական ծավով Հայաստանի Թուրքիայի հարաբերություն առաջ կգնալ եւ դրանից հետո ես մտածել եմ որ Թուրքիա օգտագործել է Ղարաբաղ որ գենոսիդի բառ օգտագործած չի լինում որ ասենք պրոտոկոլներ կանգնել ու դրանից հետո մտածել եմ այդպես հերակա բավականի հիմա Թուրքիայի չի օգտագործել իր շանս որ դվանագիտական ծավով այս հարց լուծվի Մարկ, իսկ հնարավոր է որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը օգտագործի ցեղասպանություն բառը առանց սենատի կամ կոնգրեսի համապատասխան որոշման Արդյոք հնարավոր կլինի ուղակի գիտենք որ մեկ անգամ եղել է Ռեյգանի ժամանակ երբ որ ինքը օգտագործել է ցեղասպանություն բառը առանց ունենալու սենատի կամ կոնգրեսի աջակցությունը բայց կարծում եմ սա մի փոքր այլ ժամանակ է որտեղ խորհրդային տարիներ էին այն ժամանակ եւ հաջողանալու նաեւ մեր սփյուռքի խնդիր կար այն ժամանակ բայց Հայաստանը անկախ պետություն չէր Ռեյգանի ժամանակ Հայաստանը անկախ պետություն չէր դա համար հեշտ էր թերևս Ռեյգանի ժամանակ օգտագործել ցեղասպանություն բառը 91 թվականից այս կողմ շատ բաներ փոխվեցին եւ Հայաստանը մասնավորապես լինելով անկախ պետություն արդեն քաղաքական ասպարեզում որպես խաղացող էր հանդես գալիս եւ դրանից հետո մենք տեսնում ենք որ ընդհանրապես Միացյալ Նահանգներում ցեղասպանություն բառից խուսափում են հիմա արդյոք հնարավոր է որ նախագահը լինի դա ապրիլի 24-ի կամ մեկ այլ առիթով օգտագործի հայոց ցեղասպանություն եզրույթը տերմինը Դե դուք հիշում եք որ մինչև նախագահ Օբաման նստել է որպես նախագահ ասել է որ եթե ինքը կնստի որպես նախագահ ինքը կճանաչի եւ իր ասել է նաեւ որ իր համար սա փաստ է եւ ապացուցման կարիք չունի հա դա հարց իր համար ինքը ասել է դա հարց չի դա եղել է ու մենակ ինքը չի ասել Տիկին Քլինտոնը ասել in ժամանակ որ ինքը ուզել է նախագահ լինել ինքը ասել է եթե ես նստում եմ որպես նախագահ ես կճանաչեմ հայոց ցեղասպանություն Baron Biden Vice President Biden է ասել որ genocide է եղել Samantha Power այս մասին գրք է գրել ու նրանք լրիվ նստել են նրա տեղ ու 24-ին եկել ու ով է ասել որ դա հայոց ցեղասպանություն եղել է ոչ մեկին եթե մարդը դե մենք սպասում ենք չէ որ պոլիտիկներ մի բան գասեն ու մենք հասկանում ենք որ պոլիտիկա կա այսպիսի բանը որ մարդը բան է ասում ես որ նստում եմ որպես նախագահ կամ փոխնախագահ ես այսպիսի բան կանեմ ու մենք սպասում ենք որ նրանք ամեն ինչ չեն անելու չէ բայց եթե մենք խոսում ենք ցեղասպանությունների մասին դա է եթե մարդը ասում է ես կճանաչեմ դա ինքը պիտի անի եթե ինքը չի կարող անելու դե թող ինքը չի ասում ինչու համար նախագահ Օբամա ասել է հայ ժողովուրդը Ամերիկայում ես կճանաչեմ բայց հետո չի ճանաչել դա է եթե մարդը ասում է այսպիսի բան ինքը պիտի անի Մարկ կարծեք տպավորություն է որ ցեղասպանությունը շատերը օգտագործում են իրենց շահի ցեղասպանության մասին խոսելը դրսում Եվրոպայում եւ Միացյալ Նահանգներում օգտագործում են իրենց շահերը առաջ տանելու համար ոմանք ընտրվելու համար ոմանք ճնշում գործադրելու համար Թուրքիա բայց այստեղ երբեք դրված չի հայերի ցավի խնդիրը այն ցավը որ հայերը որպես ազգ ունեցել են եւ անընդհատ քաղաքականապես շահարկվում է այս թեման
ու միթե հնարավոր է սպասել, որ Միացյալ Նահանգները երբևէ կփոխի իր քաղաքականությունը Թուրքիայի հանդեպ եւ իսկապես ոչ միայն կճնշի Թուրքիային, այլև կընդունի ցեղասպանությունը որպես կայացած փաստ եւ թերևս դրանով կպարտադրի Թուրքիային որոշ քայլեր անել դեպի Հայաստանը։ Չէ՞ կարծում որ սա ավելի քաղաքական հարց է ցեղասպանության խնդիրը։ Ճիշտ եք ասում, որ քաղաքական հարց է, բայց ինձ թվում է, որ Ամերիկա հզոր պետություն է, այսինքն ուժը սինվորներ ունենք, չնայած հիմա մեր տնտեսագիտությունը մի քիչ թուլացել է, բայց ամեն դեպքում աշխարհի ամենամեծ marketplace, ամենամեծ economy։ Բայց մենք էլ պետք է հաշվենք, որ երկար ժամանակ այս աշխարհում ժողովուրդը նայում է Ամերիկա որպես moral leader, այսինքն բարոյականության մեջ որպես առաջատար, որպես մենք էլ ենք սխալվում, բան չունեմ ասելու, բայց մենք ընդհանրապես աշխատում ենք, որ ճիշտ թվով ենք գնում։ Մեկ սխալվում ենք, բայց ընդհանրապես մենք նայում ենք որը ճիշտ է, որը սխալ ու դեպի ճիշտ ենք գնում։ Ու ես հիմա անհանգստանում եմ, որ մենք այս characteristic, այսինքն այս բան, որ մենք մեր պատմություն ունեի, գործենք։ Այսինքն Ամերիկա ինչու համար ուրիշ է, որտեվ աշխարհում ինչքան որ մեր պատմություն բաներ կա, որ կարող է ճիշտ չի եղել, ժողովուրդ էլի մինչև հիմա, եթե ինչ-որ մի բան է պատահում, այս աշխարհում մեծ մասին ժողովուրդը մտածում է դե Ամերիկա չի թողում որ դա է պատահի, կամ Ամերիկա եթե հանգարց բան է լինում, ինչ-որ մի բան գանի, որ լուծվի։ Դե մտածում եմ, որ մենք պետք չենք վախենալ սերասպանություն ճանաչել։ Կարճ ժամանակով հարաբերություն Թուրքիայի հետ իհարկե կդժվարանալ, բայց Թուրքիա էլ գիտի, որ մենք Թուրքիա պետք է որպես գործընկեր, որպես ասենք Middle East-ների համար, այո, Մերձավոր Արևելքի։ Բայց Թուրքիա էլ մեզ պետք է, ու ինձ թվում է մենք պետք չենք վախենալ, որ մենք ասում ենք, որ գենոսիդ է, Ֆրանսիա ասել է, Ֆրանսիա ճանաչել է սերասպանություն, Ֆրանսիան։ Ու մի որ ժամանակ Թուրքիայի հետ հարաբերություն վատացել է, բայց հիմա էլի հարաբերություն կա, այդտենց անցել է, մենք էլ պետք է անենք, մենք պետք չենք վախենալ, եթե մենք գիտենք որն է ճիշտը, մենք պետք չենք վախենալ։ Եվ Մարկ, մենք նաև տեսանք, որ այս ընտրությունների ընթացքում նախագահական Միացյալ Նահանգներում Օբաման ընդհանրապես չխոսեց ցեղասպանության մասին եւ ոչ էլ կարծեմ միգուցե սխալվում, բայց եթե չեմ սխալվում, Ռոմնին եւս չխոսեց դրա մասին։ Ընդհանրապես, եթե մինչև դա գոնե խոստումների մակարդակով կար որևէ բան, այս անգամ ընդհանրապես եւ ավելի շատ կարծում որ Օբաման խոսեց փոքրամասնությունների, խոցելի խմբերի, բազմազանության մասին, բայց ոչ երբեք այլևս ցեղասպանության մասին։ Ինչով եք դա բացատրում։ Դե ես էլ ճիշտ ասեմ սկզբից զարմացել եմ, որ ընդհանրապես երկուսին չեն խոսել այս մասին։ Իմ թվում է, որ նախագահ Օբամա գիտեի, որ ինքը արդեն խոսք տվել է մի անգամ, որ ինքը կճանաչի, ու ինքը գիտի, որ մինչև հիմա ինքը չի ճանաչել։ Չնայած հնարավոր է ինքը մտածում է, որ հա, դե էլի 4 տարի ունեմ ճանաչելու, եթե էլի ժամանակ ունեմ, որ իմ խոսք անել։ Ու դրա համար հնարավոր է ինքը ոչ մի բան չի ասել։ Հետաքրքիր է։ Իսկ բարոն Ռոմնի իմ համար ինձ թվում է, որ ինքը կարող է մտածել, որ քանի որ Օբամայի հետ ինքը կենտրոնացել է տնտեսագիտությունը, ու անընդհատ այս մասն է հոսել, ինձ թվում է ինքը երևի չի հաշվել, որ հայոց ցեղասպանություն որպես թեմա, որպես ինստիտուտների թեմա, իր համար ինքը երևի մտածել է, որ շատ օգուտ չի տալիս, դրա համար ինքը չի հոսել։ Մարկ, մենք ցավոք պետք է ընդմիջենք մի քանի րոպեով, որից հետո նույնիսկ կվերադառնանք մեր այս շատ հետաքրքիր զրույցին։ Մնացեք Արբ ռադիոյի եթերում, մի քանի րոպեից մենք նույնիսկ կշարունակենք մեր հետաքրքիր զրույցը։ Շնորհակալ։ Մենք կրկին եթերում ենք ռադիո բրիֆինգի հերթական թողարկումն է։ Ես հիշեցնեմ մեր ռադիո լսողներին, որ այսօրվա իմ հյուրն է Երևանում տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Մարկ Դիցենը Միացյալ Նահանգներից, եւ մենք խոսում ենք շատ հետաքրքիր հարցերի մասին, որն է հայոց ցեղասպանության ճանաչումը, այսինքն այն հոդվածը, որը գրել է Մարկը, եւ ինչպես նաեւ մենք հիմա շուտով կանցնենք
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման վերաբերող վերլուծությանը։ Մենք ունենք հեռախոսազանգ, եղեք խնդրում հակիրճ եւ ներկայացեք տվեք ձեր հարցը։ Ալո։ Այո։ Բարև ձեզ։ Հակոբ։ Այո։ Ողջունում եմ ձեզ, Արգելի Գերոգ, ձեր հյուրին։ Գիտեք ոնց է, ուրեմն այս անգամ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահները եւ տեխնացուն շատ խորամանկ ձևով ըստի սպահեցին իրանց։ Իրանք պարզապես չանդրադարձան մեր հայության հետ կապված հարցերին։ Ես հարցս հետեւյալն է, երկու հարց ունեմ։ Առաջինը դա արդյոք չի վկայում մեր լոբիների թուլացման մասին։ Լավ, մեկ երկրորդը։ Երկրորդ հարցն էլ 2015 թվականին Բարակ Օբաման ուզի թե չուզի նախագահ լինելու եւ Հավարամյանին ինքը ուզի թե չուզի ինչ որ մի բան պետք է ասի անպայման։ Լավ։ Արդյոք կասի թե ինքը վերջը չի ասի։ Լավ, շնորհակալություն Հակոբ։ Շնորհակալություն պատասխանին։ Երկու հարց, Մարկ, առաջինը դուք լսեցիք հարցերը, ասիկան։ Այո։ Դե ինձ թվում է, որ այս ինտրուդյուցիոների ժամանակ Ամերիկայում նախագահ Օբամա, պարոն Ռոմնի որպես foreign policy Արտաքին քաղաքականության հայեցակարգ, այո։ Ինչ որ պատահում է Սիրիայում, հիմա ինչ որ պատահել է Լիբիայում, Arab Spring, այսինքն թեմաներ շատ կա, որ հիմա մեր ժողովուրդը կենտրոնանում են։ Այո, ավելի կարևոր են համարում։ Ու հա, ինձ թվում է, ինչքան որ համաձայն եմ հայոց ցեղասպանություն իմ համար որպես մասնագետ ու գիտեմ ամբողջ հայությունների համար, հայ ժողովրդի համար, դա շատ կարևոր թեմա։ Այս ինտրուդյուցիոների վաղ ինձ թվում է, որ նախագահ Օբամա, քանի որ ինքը այս թեմա չի բարձրացել, ու քանի որ բարոն Ռոմնի ինձ թվում է ինքը երևի մտածել է դե քանի որ նախագահ Օբամա չի հետաքրվում այս մասին, թող ուրիշ բանի մասին մտածել։ Մարկ, հարցը ավելի շատ հետեւյալն է, արդյոք հայկական լոբինգը թուլացել է, դրա համար նախագահները չեն բարձրացում ցեղասպանության հարցը։ Պատճառը հայկական լոբինգն է, թե այլ պատճառներ կան, կամ ուղղակի հայկական լոբինգը թուլացել է, թե ոչ, ձեր կարծիքով։ Չէ, դու գիտեք ոնց, ես գիտեմ, որ հայկական լոբի շատ են աշխատել, շատ են չարչարվել, աշխատել, մինչև ինտրուդյուցիոն եւ մինչև հիմա, որ պարոն Օբամա գճանաչի ցեղասպանություն, բայց նրանց համար էլ դժվար է, որովհետև ինձ թվում է նախագահ Օբամա տեսել է, որ Կալիֆոռնիա նահանգ Ատենց իր համար կընտրվի։ Ինքը երևի գիտե, որ Կալիֆոռնիա կընտրի Օբամա, ոնց թե Ռոմնի։ Որտեղ որ հայ ամենաշատ կա, Բոստոնում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Գլենդեյլում, մենք որ նայում ենք նահանգներ մինչև ինտրուդյուցիոնը նախագահ Օբամա տեսա, որ ատենց ինքը սպասել է, որ Կալիֆոռնիա իր կողմից կլինի, Մասաչուսեթս իր Okay. New York Ես դրա համար ինքը երևի մտածել է դե ես կարամ առանց ցեղասպանություն ճանաչելու էլի վերցնեմ զայները։ Մարկ, ես հիշեցնեմ, որ հայ դատի ամերիկյան գրասենյակը կոչ էր անում հայերին չընտրել որևէ մեկին, որ չմասնակցեն թամպես ընտրությունները, որովհետև երկու նախագահներն էլ չեն խոսել ցեղասպանության մասին։ Ես իհարկե չեմ ուզում շատ կենտրոնանալ այս հարցի վրա, բայց հանցնենք մյուս հարցին ունկնդրի, արդյոք 15 թիվը, որ մոտենում է նախագահ Օբաման ստիպված է լինելու ինչ-որ մի բան ասել կամ անել, արդյոք ինչպես եք մտածում։ Դե ես ոնց մեր ընկեր Հակոբ ոնց ասել է 2015 թվին շուտով գալու է եւ հաստատ նախագահ Օբամա պիտի մի բան ասի ու ինձ թվում է որ հնարավոր է ինքը այս անգամ շատ չի ասել որովհետեւ ինքը գիտի ինքը պատրաստվում է ու ինքը ժամանակ ինքը ինձ թվում է սիգնալ է տալիս Թուրքիա ասում է ատենց դուք 3 տարի ունեք ուրիշ սևով այս հարց լուծվի, այս հարց պարզվի, որովհետև 2015 թվին շուտով է գալու, այն ժամանակ մենք էլի չենք զգզգում, չենք սպասում։ Ինձ թվում է, ես էլի հույս ունեմ, որ նախագահ Օբամա ճիշտ բան կանի, կճանաչի ցեղասպանություն։ Ու ինձ թվում է, որ հայկական լոբի ոնց թե թույլատրել է, նրանք սպասում են։ Նրանք գիտեն, որ 2015 թվին իր համար մեծ թիվը Լավ։ Ու նրանք սպասում են, որ ճիշտ ժամանակով ավելի ուժասով շարունակի իր գործը։ Շատ լավ։ Մարկ, եւ վերջին հարց, որ վերաբերում է հայոց ցեղասպանության հարցին, մենք գիտենք, որ նախկին Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ջոն Էվանսը
հայտարարեց, ասեց, որ դա եղել է ցեղասպանություն, որից հետո ինքը փաստորեն դուրս եկավ դիվանագիտական աշխատանքից, արդյոք դուրս եկավ, թե ի վերջո հանեցին իրեն այդ աշխատանքից, եւ հիմա մեզ մոտ միշտ այդ հարցը կա, թե իսկապես Էվանսը կարծեք տուժեց այն բանից, որ ինքը հայտարարեց, որ դա եղել է ցեղասպանություն, այսինքն այդ քայլով ինքը իրեն վնաս տվեց։ Ist ուզում եմ ասեմ, որ Baron Evans-ը մենք պետք է գնահատենք իր գործը, ինքը երկար ժամանակ Ամերիկայի համար շատ լավ դիվանագետ է եղել, եւ ինքը որ նստել է դեսպան, ճիշտ ասեմ, ես որ սկսվել եմ խաղաղության կորպուս, ինքը իմ փին է տվել, ես որ training ժամանակ վերջացել է, ինքը եկել է մեզ շնորհավորելու, առաջի անգամ որ հանդիպել եմ, ու դրանից հետո որ ասենք տեսա ինչ է պատահել, ես էլ եմ մտածել, որ դիվանագետ Evans-ը ինքը ասել է ինչ որ պատահել է, ինքը ճիշտ է ասել, ու ինքը sacrifice է անել, զոհաբերել է, ու մենք պիտի դա գնահատում ենք, որովհետև հասկանում եմ, որ դիվանագետներ ընդհանրապես ոնց որ script ունեն, էլի, նրանք գիտեն ինչ պիտի ասել, ինչ պիտի չի ասել, բայց ով որ Baron Evans-ի նման հետաքրքրվել է, լսել է, սովորել է հայոց ցեղասպանություն ու հասկացել է, որ դա եղել է, ինքը ասել է, որովհետև ինքը իրոք մտածել է, որ դա է ճիշտ կայել, ու իր համար վնաս է թվել, բայց մենք որ հետ ենք նայում, մենք որ պատմություն գրում ենք իմ ցեղունդ, իմ գեներացիոն, մենք կհիշենք, որ Baron Evans հերոս է եղել, որ ինքը ճիշտ բան է անել, որ ինքը շատ կարևոր process սկսվել է։ Մարկ, շատ լավ, ես հիշեցնեմ, որ 368204 հեռախոս համարով կարող եք կապվել մեզ հետ։ Մարկ, հիմա խոսենք երկրորդ հոդվածի մասին, որը շատ կարևոր է, մենք այդքան շատ ժամանակ չունենք, ինչպես որ պատկերացնում ենք, բայց մենք խոսենք, դուք կներկայացնեք ձեր հոդվածը, որը դուք վերնագրել եք այսպես Stopping Europe's Next War, Why Nagorno-Karabakh's Quest for Freedom and Self-Determination must be a foreign policy priority։ Ես ավելի կարճ թարգմանեմ հայերեն մոտավորապես հնչում է այսպես, ինչպես կանխել Եվրոպայի հաջորդ պատերազմը Լեռնային Ղարաբաղի համատեքստում եւ ինչպես դարձնել ազգերի ինքնորոշման հարցը արտաքին քաղաքականության հայեցակարգի առաջնահերթություն։ Ես երկար եմ հնչում, որովհետեւ հոդվածը շատ հետաքրքիր է։ Մարկ, ես հիշեցնեմ մեր ռադիո ունկնդիրներին, որ դուք այստեղ տարբեր կողմերից եք նայում Լեռնային Ղարաբաղի խնդիրը եւ ես կուզեմ որ դուք ներկայացնեք ձեր անունից, ձեր հոդվածը եւ ես կունենամ հարցեր։ Եղավ։ Ուրեմն այս article ես ֆորգրել եմ տպել եմ Strike Council-ի հետ հենց սեպտեմբերում եւ այս article մեծ թեմա փորձում է բարձրանալ Ղարաբաղի հարցը որպես դիվանագիտական քննիչ։ Ճիշտ ասեմ այս աշխարհում շատ քննիչներ կա, բայց Եվրոպայում այս քննիչ ամենավտանգավոր է։ Եթե մենք հիմա սպասում ենք, որ էլի պատերազմի կլինի Եվրոպայում, եթե էլի պատերազմի կլինի, պատերազմ, Ղարաբաղում կլինի, այսինքն ամբողջ Եվրոպայում ամենավտանգավոր հնարավորություն, որ պատերազմի սկսվի, հենց Ղարաբաղում է, բայց ինչքան որ կարևոր է, ինչքան որ վտանգավոր է, մենք բավականին չենք խոսում այս մասին։ Ու իմ համար դա է քննիչը, ու դրա համար ես այս article եմ գրել, որ ժողովուրդը սպիս կտամ, որ այս հարցը շատ կարևոր է, ու մենք չենք կարող սպասել, էլի զգզգտել, մենք պիտի մեր էներգիա ավելի լավ օգտագործել, որ Ղարաբաղի հարց ինչ-որ մի կերպ ճիշտ ցավով լուծվի։ Լավ, Մարկ, դուք այստեղ ներկայացնում եք, որ պատերազմի դեպքում կարող են ենթակառուցվածքները, infrastructure-ները վնասվել, դա վերաբերում է եւ Բաքու Սուբսա գազանեղություն նավթատարին, Բաքու-Թբիլիսի Ջեյհան նավթատարին, Բաքու-Թբիլիսի Էրզրում գազատարին, ինչպես նաև Բաքու-Թբիլիսի Կարս երկաթգծին եւ այլն եւ սա նաև եվրոպացիների համար մետաքսի ճանապարհն է, ինչ որ տեղ չէ, որը նաև պիտի կապի այսպես ասած Փարիզը Պեկինի հետ եւ այլն եւ դուք նշում եք, որ պատերազմի դեպքում
դա չի լինի նման 88-89-90-ականների պատերազմը եւ շատ մեծ զոհեր կլինեն եւ շատ կորուստներ կլինեն եւ երկու կողմերից բնականաբար արդեն մենք այսօր տեսնում ենք որ սնայպերների այդ դիպուկահարների հարցում մոտ 1000 մարդ է մահացել հա 94 թվականից այս կողմ եւ այլն եւ դուք նշում եք որ շատ կարեւոր է որ եւ Եվրոպան եւ Միացյալ Նահանգները Ռուսաստանի հետ համատեղ ավելի մեծ ջանքեր կիրառեն այս խնդրի լուծման հարցում բայց մենք հասկանում ենք որ խնդիրը բավականին բարդ է եւ դուք գիտեն որ ունեք որոշակի առաջարկներ ինչպես հասնել խնդրի լուծմանը մենք խոսակցության ժամանակ դուք ասեք որ ունեք 4 տարբերակ 4 քայլեր որոնցով պետք է Ղարաբաղի խնդիրը լուծվի կարող եք ներկայացնել մեզ այդ խնդիրը այդ 4 քայլերը անպայման առաջի քայլ հենց որ դուք ասել եք սնիպերների մասին դիպուկահարների այո Էդի մեծ խնդիր է որովհետև ոնց ասել եք 1994 թվին Ադրբեջան Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ ստորագրել են ceasefire agreement զինադադարի պայմանագիր պայմանավորվել են որ դրանից հետո պիտի չի քրակել սահմանի վրա բայց մինչև հիմա ամեն տարի մոտ 30-ից 40 ընդհանրապես ջահել տղաներ մահանում են սահմանի վրա հայ եւ ադրբեջանցի այսինքն մինչև հիմա 1000 հոգի ծավալի մահանում են եւ ինչ իմաստ կա դրա ինչ իմաստ կա մենք սկզբից պիտի այս քննիչ լուծվենք այսինքն պիտի ceasefire agreement պաշտպանենք միջազգային հարաբերություն միջազգային պետություններ պիտի նայ ու մտածի ինչու համար այս ceasefire agreement հիմա ճիշտ չի գործվում այսինքն ինչու համար անընդհատ Ադրբեջանը քրակում է հայների վրա ինչու համար հայ սինվոներ պիտի քրակի հա պիտի մահանալ եւ դա առաջի քայլ դիպուկահարների սնայպերների հարցը այո եւ եթե կարելի է մի բան ավելացնեմ իհարկե հիմա Minsk խումբ OSCE քանի հոգի ունեն նրանք որ այս սահման հետաքրվի եթե բան է պատահում գիտեք որ քանի հոգի 6 հոգի կա որ այս Ղարաբաղի Ադրբեջանի սահմանի այո սահմագիծը մոնիտորինգ են ենթարկում մոնիտոր 6 հատ էդի բավական չի OSCE պիտի ավելի շատ resource-ներ ուղարկել ես իմ արտիկոլի մեջում գրում եմ որ ավելի շատ պիտի resource-ներ դնի որ այս ceasefire agreement պաշտպանի թե չէ եթե մի օր մեկին օրնախ քրակում է դա կարող է ոնց թե փոքր պատերազմի սկսվի բայց մեծ պատերազմի լավ մարդ երկրորդ կետը մենք քանի որ շատ ժամանակ չունենք ես ում բոլոր կետերին անդրադառնանք եղավ ist երկրորդ քայլ Նագորնո-Ղարաբաղ պիտի նստի սեղանի շուրջ բանակցային այո մինչև 97 թվին նրանք մասնակցել են որպես party 98-ից հետո դարել է մենակ Հայաստան եւ Ադրբեջան բայց մենք բոլորը գիտենք որ առանց Նագորնո-Ղարաբաղի համաձայնությունը մենք չենք կարող այս հարց ճիշտ ձևով լուծել այսինքն վերադարձենք Ղարաբաղը Լեռնային Ղարաբաղը որպես բանակցային սեղանի շուրջ նստեցնենք լավ երրորդը ist երրորդը մենք հիմա շատ ենք լսում Madrid document Madrid principles Մադրիդյան սկզբունքներ այո բայց իմ ստվում է որ Սաֆարովի պատմությունից հետո որ Ադրբեջանը ազատել է Ռամիլ Սաֆարով որ Madrid document այտենց հիմա իմաստ չունի հիմա Madrid document ոնց է մեռած է որպես դվանագիտական դոկումենտը չի կարող կատարվի մենք պետք է նոր դոկումենտ գրի ու առաջի հարցը որ պետք է լուծվենք դա ստատուսի հարցը կարգավիճակի հարցն է հա Ղարաբաղի ստատուսը որովհետև այս ամբողջ պատերազմի ինչու համար է սկսվել որովհետև Նագորնո-Ղարաբաղ ուզել է ազատ լինել ուզել է իր ստատուս բարձվի այո ու հիմա Madrid document ոնց թե դա առաջի հարց է լինում բայց դա վերջի հարց չէ Madrid document մենք ոնց որ 6 այո կետեր կան ես կարող եմ հիշեցնել որ Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակը կտրամադրվի միայն անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքների դեպքում անհասկանալի մի ժամանակ այսինքն երբեք չի նշում թե երբ մինչդեռ դա ես միշտ ասել եմ որ դա նման է որ մարդը ծնվի բայց ինքը չունենա паспорт այսինքն ինքը չունենա որևէ բան որ կասի թե ինքը ով է ընդհանրապես ինքը կա բայց ինքը չունի որևէ ստատուս որևէ կարգավիճակ չունի օքեյ մարկ իսկ 4-րդ կետը
Ես շատ մարդկանց հետ եմ խոսում Ղարաբաղի մասին, անալիստներ, քաղաքագետներ եւ այլն։ Իմ ստվում է մեծ սխալ է, որ դիվանագետներ, ով որ Ղարաբաղի հարցով է զբաղվում, մեծ մասին չի գնացել Ղարաբաղ։ Մեծ մասին իրավունք չունեն ազատ գնան Ղարաբաղ։ Նկատի ունեք միջազգայիններին։ Հա, այո։ Եվ իմ ստվում է մարդը չի կարող ճիշտ ձևով հասկանալ Ղարաբաղի հարցը, եթե ինքը չի գնում Ղարաբաղ։ Շատ հետաքրքիր բան է։ Ղարաբաղի ներս հետ խոսի։ Իմ ստվում է թեկուզ եվրոպական կամ ուրիշ պետությունների դիվանագետներ պիտի ավելի ազատ իրավունք ունենան, գնանք Ստեփանակերտ, գնանք Ղարաբաղ, որ ժողովրդի հետ խոսել, որ գնանք սահմաննայի, որ ճիշտ հասկանան։ Լավ, Մարկ, դուք ինչպես եք օրինակ տեսում Լեռնային Ղարաբաղի ապագան, արդյոք դուք ենթադրենք հնարավոր է որ Ղարաբաղը լինի Ադրբեջանի մաս։ Չէ, հնարավոր չի։ Հնարավոր է որ Ղարաբաղը լինի Հայաստանի մաս։ Դա է հնարավոր, եթե Ղարաբաղի ժողովուրդը դա է ուզում են։ Հնարավոր է, բայց իմ թվում է որ Ղարաբաղի ժողովուրդը արդեն ուզում են անխապ պետություն անկախ, այո, անկախ լինել։ Լավ, իսկ հնարավոր է որ լինի Ղարաբաղը անկախ պետություն, ինչպեսին որ հիմա կա դե ֆակտո, եւ այդպես է չճանաչվի միջազգային հանրության կողմից, ինչպես օրինակ Աբխազիան կամ Հարավային Օսեթիան։ Հա, դե դե հարցնորից գասեք, հա, այսինքն այս վերջի հարց ճիշտ չեմ հասկացել։ Ես ուզում եմ ասել, որ արդյոք հնարավոր է Լեռնային Ղարաբաղը մնա այնպես ինչպես որ կա, դե ֆակտո անկախ պետություն, բայց երբևէ չճանաչվի Ամերիկայի Միացյալ Նահանգների կամ եվրոպական երկրների կողմից, ինչպես օրինակ տեսնում ենք Աբխազիա կամ Հարավային Օսեթիայի պարագայում, երբ որ մենք Ռուսաստանն է ճանաչել։ Հա, դե հնարավոր է որ Ղարաբաղ կարող է այսպես լինել ու շարունակի, բայց իմ թվում է որ դա է վտանգավոր է։ Իմ թվում է որ Նագորնո Ղարաբաղ պիտի ճանաչված լինել որպես անկախ պետությունը։ Չնայած ես հասկանում եմ, որ դա է դժվար process, բայց արդեն 20 տարի մենք սպառվում ենք այս հարցով ու ինչ փոխություն կա, շատ քիչ է։ Դրա համար մենք պիտի ավելի շատ էներգիա, ավելի շատ resource-ներ սպառվենք այս հարցով, որ դիվանագետով է լուծվել, որ խոսելով լուծվել, ոնց թե զենքով, որտեվ զենքով որ լուծված լինի շատ դժվար կլինի։ Մարկը դա կլներ իդեալական տարբերակ, բայց փաստորեն մենք տեսնում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցում օրինակ Ադրբեջանը այդքան էլ հակված չի խաղաղ ճանապարհով լուծելուն։ Ճիշտ է, դեռևս քայլեր չի անում, բայց նաև դեպի խաղաղություն առանձնապես այդպես ցանկություն չունի, որովհետև խաղաղ ճանապարհով լուծել խնդիրը նշանակում է Լեռնային Ղարաբաղը թողնել այնպեսին, ինչպեսին որ կա։ Որևէ մեկը չի խոսում Լեռնային Ղարաբաղը կոնկրետ խոսքը վերաբերում բանակցությունների մասին, Ադրբեջանին վերադարձնելու մասին, ճիշտ է, որևէ մեկը չի խոսում։ Բայց Ադրբեջանը ուզում է հետ վերցնել Լեռնային Ղարաբաղը։ Դե ես կընտրեմ մի փոքր թարգմանեք Գևորգ ջան, որ ժողովուրդը ճիշտ լսեն, ուզում եմ մի նախարարություն ասել։ Հայ ժողովուրդ եւ ադրբեջանցի ժողովուրդ պիտի ընտրել give up some or risk it all. Այսինքն մի փոքր մասը տալ, որպեսզի չկորցնել ամբողջը։ Հա, այսինքն ձեր հայ ժողովուրդը վերջում դուք եք որոշում Ղարաբաղի հարցը ոնց է լուծված լինել։ Ես քաղաքագետ եմ, ես իմ միտքը ասում եմ հիմա, բայց վերջում դուք եք որոշում։ Դուք կարող եք ոչ մի կտոր հող չի վերադարձնել Ադրբեջան։ Ես որ խոսում եմ Սրմոներս հետ ով որ գրվել է, կամֆերիներս հետ ով որ գրվել է։ Ասում եմ Մարկ, մենք արոն ենք թափվել, մեր անգեներ մահացել են այնտեղ, մենք ոնց վերադառնում ենք հող։ Ես նրանց հասկանում եմ, նրանք գրվել են, դժվարությունի մեջ են եղել, իրանց արոն են թափվել, հասկանում եմ, նրանք ինչու համար ոչ մի կտոր հող չեն ուզում վերադառնալ։ Ու նույնը բայց հասկանում եմ, որ վերջի վերջում եթե դեր ժողովուրդը որոշում է ոչ մի կտոր հող չի վերադառնալ, դուք պիտի ամբողջ պաշտպանել։ Դա մի դարբերակ է։ Բայց եթե դուք որոշում եք, եթե Ադրբեջան հասկանում է, որ Նագորնո Ղարաբաղ Արցախ անկախ պետություն է ու ստատուսի հարց է լուծվում, ու ասում է եղավ, մենք ճանաչում ենք, որ դուք անկախ պետություն եք, բայց մենք էլ մի բան ենք ուզում։ Հնարավոր է որ դեր ժողովուրդ կարող է որոշել որոշ ինչ-որ մի
կտոր հող վերադանի, որ ալիև մի բան ունի իր ձեռքում, որ սվիս կտա իր ժողովուրդ, ահա, ես չգիտեմ, մի բան ունեմ, ժողովրդի համար, որ կարամ ասեմ, մենք ինչ-որ մի սևի կոմպրոմիս ենք ստեղծվել, բայց վերջում դուք պիտի այս որոշեք, եթե դուք ոչ մի բան չեք վերադարձնում, դա էլ հնարավոր է, բայց ռիսկը ավելի շատ է լինում, որտեվ ինձ թվում է, որ առանց կոմպրոմիս այս հարցը դժվար է լուծվում։ Շատ լավ Մարկ, եւ քանի որ մենք շատ քիչ ժամանակ ունենք, ես կուզեի խոսել շատ հակիրճ ձեր այն նյութի մասին, որի վրա դուք այսօր աշխատում եք ձեր տարածաշրջանային վերլուծությունների ուսումնասիրությունների կենտրոնում։ Եղավ, այս պահին ես նայում եմ մի շատ հետաքրքիր հարցը, դա ջուրի ապահովություն, ջրի անվտանգություն, հա։ Ջրի անվտանգություն, այսինքն Նագորնո-Ղարաբաղում մոտավորապես 80% իր ջուր ստանում է Քալբաջարի շրջապատից։ Շրջան, ահա։ Ու Սևանիլիչ էլ ջուր է ստանում Քալբաջարի շրջանից։ Այսինքն ջուրը շատ կարևոր է ստրատեգիական, ու ինչքան որ մենք խոսում ենք գազի մասին, նավթի մասին, մենք էլ պիտի նայենք ջուրի մասին։ Իսկ դրա համար Քալբաջարը որպես շրջան շատ կարևոր է հայների համար։ Ոնց ասել եմ, եթե կոմպրոմիս կա, հասկանալի է, որ Լաչին եւ Քալբաջար ես նրանք ուրիշ թվի եմ հաշվում, ուրիշ թվի եմ նայում, կամ օրինակ Ջեբայել, կամ Ֆյուզուլի, կամ Աղդամ։ Լաչին ու Քալբաջար հայների ապահովությունների համար ավելի մեծ նշանակություն ունեն, հա։ Ու ամեն դեպքում այս պահին ես այս հարցով եմ սպառվում ջուրի ապահովությունը ու շուտով որ վերջանում եմ article ես դες գասեմ ու հույս եմ պահում որ ժողովուրդը կարող են կարդալ։ Շատ լավ Մարկ, մենք մեր եթերաժամանակը սպառվում է։ Ես հիշեցնեմ, որ այսօրվա մեր հյուրն էր տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Մարկ Դիցենը։ Մարկ, շնորհակալություն այս հետաքրքիր զրույցի համար։ Ես հիշեցնեմ, որ մենք խոսեցինք Մարկի երկու շատ հետաքրքիր հոդվածների մասին։ Առաջինն էր այո, դուք կարող եք ասել ցեղասպանություն պարոն նախագահ, եւ երկրորդը ինչպես կանխել կամ կանգնեցնել Եվրոպայի հաջորդ պատերազմը Լեռնային Ղարաբաղի համատեքստում։ Ես հիշեցնեմ մեր ռադիո լսողներին, որ այս հաղորդումը հեռարձակվում է ուղիղ եթերում ժամը 2:10, կրկնվում է ամեն օր երեկոյան ժամը 11-ին եւ առավոտյան 10:40, ինչպես նաեւ կարող են մեզ ունկնդրել եւ դիտել անգամ YouTube-ում, փնտրելով Arm Radio FM 107 կամ ուղակի գրելով ռադիո բրիֆինգ։ Ես նաև հիշեցնեմ, որ վաղվա իմ հյուրն է լինելու ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։ Մնացեք Arm Radio եթերում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հաջողություն։ Հաջողություն։